Բարեձեզ արգելի գործընկերներ, սկսում ենք Fast Premier League-ի Փյունիկ Արարատ Արմենիա հանդիպման խաղային մամուլի ասուլիսի գլխավոր մարզիչ Արտակ Օսյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը խոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր կարծիքավորությունը։ Շատ կարևոր 3 միավոր կորցրեցինք, բայց կարծում եմ խաղը լավ սկսեցինք, հակառակորդի 11 մետրանոցից գոլը շատ բան խառնեց, ճիշտ է հնարավորություններ ունեցանք խաղի ընթացքում հավասարացնել հաշիվը, բայց չկարողացանք, վերջում էլ մեր ճնշումը խաոսային էր, համակարգային չէր, դրա համար էլ չկարողացանք վերջում փրկել խաղը, բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված ու կարծում եմ այս պարտությունից հետո ավելի ուժեղ ենք վերադառնալու։ Շնորհակալություն։ Հարցեր։ Պարոն հարց ոչ ֆուտբոլային է, վիճակականություն սկսվեց տեխնիկական գոտում, արցախցի մարզիչը նշեց, որ այսպես ասած ինքը չի մոտենում, երբ որ զգում է, որ իրեն են մոտենում, պաշտպանում է, այսպես ասած, դուք ինչ կասեք այդ դեպքի մասին։ Մենք երբեք, իմ մարզչական շտաբը, ես ինքս երբեք հակառակորդի շտաբին կամ նստարանին ոչ մի կերպ չենք վիրավորում, թույլ էլ մեզ չենք տա նույնիսկ նայել այն կողմ, բայց մերը կարող է լինել ռեակցիա։ Երբ որ տեսնում ենք, որ մեզ ինչ-որ բան են ասում, մենք բնական է, որ պետք է ռեակցիա տանք պետք նկաց։ Շնորհակալություն։ Հարցեր։ Շնորհակալություն, պարոն Օսյան։ Բարի երեկո, հարգելի գործընկերներ, Fast Premier League-ի հերթական 21-րդ տուրից հետո սկսում ենք Փյունիկ Արարատ Արմենիա հանդիպման հետխաղյա մամուլի ասուլիսը Մանուել Կուլիպայի հետ Արարատ Արմենիայի գլխավոր մարզչի։ Սկսենք հարցերով։ Այո, մենք միշտ սկսում ենք հարցերով։ Համեցի Ռոբերտ։ Մարզիչը ընդհանուր ինչպես կգնահատի թիմի խաղը եւ արդյոք որքանով է դժվար արդեն տրիբունայից հետևել։ Opinión sobre el partido de Ararat Armenia y cómo era ver el partido desde el estadio. Sí, partido difícil contra buena equipa, una equipa muy bien organizada, Unique. Շատ դժվար խաղ էր մի թիմի դեմ, որը շատ լավ կազմակերպված ֆուտբոլ էր խաղում։ Sabíamos que si dejáramos los jugadores de a frente tener espacio, nos iban a hacer daños, normalmente por Moreno, por Alcanci, son jugadores que dominan bien los espacios entre líneas, que piensan bien el juego. Շատ լավ գիտենք, որ եթե նրանց արժեվիրեցի ֆուտբոլիստներին տայինք տարածություն, նրանք մեզ կցավեցնեին։ Pero mis muchachos, los rapazes, hicieron un muy buen partido, cegaron muy bien esos espacios y fuimos inteligentes también cuando teníamos el balón. Okay, nosotros tenemos Balanta con poco ritmo ainda, algunos jugadores que todavía llegaron y que están jugando de 3 en 3 días y nosotros somos una equipa de tener balón. No siempre lo tuvimos, pero mérito de Unique. Շատ լավ խաղացինք ամեն դեպքում, մեր թիմը կարողացավ փակել այդ տարածությունները, չտալ մրցակցին այդքան ազատ տարածություններ ու գնդակով էլ շատ լավն էինք, Բալանտան մեզ այդ առումով շատ էր օգնում, մեզ նաև ինչ որ չափով օգնում է 3 օրը մեկ խաղալը, մենք խաղային ռիթմի մեջ ենք մնում։ Բաղջան։ Մանուջանյան պարոն Կուլիպա սովորաբար խաղում եք 4-2-3-1 մարտավարությամբ, բայց այսօր կարծես խաղում եք 4-3-3 տակտիկական սխեմայով, երկրորդ խաղարկեցում եք անցած արդեն 5 պաշտպանող խաղի, կբացատրեք նման տակտիկական փոփոխությունների պատճառը, եթե երկրորդը պարզ է, հետաքրքիր է առաջինը, որը սովորաբար այնպես չի։ En general, el equipo juega con el esquema 4-2-3-1 y hoy ha jugado 4-3-3 y en la segunda parte con 5 defensas. ¿Qué es la razón del cambio del esquema? Nosotros cuando preparamos el partido analizamos el oponente, no sabíamos que si tuviéramos 2 jugadores más altos, los medios de ellos iban a cubrir Karan y a Tera y iban a dejar espacio para Balanta poder ser el iniciador de nuestro proceso de juego. Երբ խաղերին ենք պատրաստվում, միշտ ուսումնասիրում ենք մրցակիցներին,
երբեմն ըստ դրա ենք ընտրում մեր սխեման ու այսօր երկու բարձրահասակ ֆուտբոլիստների տեղակայեցինք կենտրոնում, ինչը թույլ տվեց Բալանտային ավելի ազատ խաղալ, ավելի ազատ տեղաշարժվել։ Repararon que Karen, por ejemplo, entraba muchas veces por el corredor derecho de Pionic, siendo él más o menos un medio defensivo, ¿ok? Nosotros queríamos eso y creo que sorprendemos por ahí, pero después me parece que el entrenador también de Pionic en segunda mitad ha cambiado un extremo, ha ponido un jugador que juega bien por dentro, que tiene calidad en las decisiones y nosotros teníamos que salvaguardar atrás, tener un jugador más, no estar muchas veces en 4 contra 4 o 5 contra 4 y por eso metemos a Malish, quedamos con 2 medios en vez de tenermos 3 y ficamos más compactos también. Քանի որ երկրորդ խաղակեսում Փյունիկի մարզիչը որոշ փոփոխություններ կատարեց, թե կադրային, թե տակտիկական, հասկացանք, որ ավելի ճիշտ կլինի խտացնել, հագեցնել թիկունքը եւ ոչ թե խաղալ մեկ ավել կիսապաշտպանով, այլ մեկ ավել պաշտպանով։ Մալիսի մասին է խոսքը, Ռոբերտ ջան։ Արսենալի ոչ ֆուտբոլային է, ինչի սկսվեց այդ ընդհանուր հարցեր։ ¿De dónde se empezó la pelea? Bueno, la pelea son cosas de fútbol. Yo tengo siempre una referencia de cuando un león tiene las crías. Cuando ven a tu espacio meterte con tus crías, yo defiendo mis compañeros, porque no fui yo que fui al otro banquillo. Yo me estaba en mi puesto. Llegó una persona reclamando con nosotros, ¿ok? A mi espacio. Por tanto, esos jugadores son como hijos para mí. Yo los tengo que proteger para mí. Իրականում ֆուտբոլում այսպիսի իրավիճակներ լինում են, պարզապես երբ տեսնում եմ, որ գալիս են իմ տարածք, ես օրինակ չեմ գնում մրցակցի տարածք, բայց երբ գալիս են, ես փորձում եմ պաշտպանել իմ թիմի անդամներին, ես բոլորին վերաբերում եմ ընտանիքի նման եւ երբ գալիս են գրոհելու, այսպես ասած, ես փորձում եմ պաշտպանել նորմալ սովորական ֆուտբոլային երևույթ է։ Ok, pero otra cosa, no se puede olhar para la pelea y no mirar que hay hecho penalti para nosotros y el árbitro no lo quitó, ¿ok? ¿Sabes? Porque el penalti es claro, pero el árbitro con la confusión no dio penalti. Այդ վեճը կարելի ասել նաև շփոթեցրեց մրցավարին, որովհետև կար ակնհայտ 11 մետրանոց, բայց մրցավարը շփոթվեց եւ չուսումնասիրեց դեպքը։ Y eso no puede ser, no puede ser. O sea, la pelea es una cosa y la acción es otra. Y hay que decidir y hay que tener criterios iguales para todas las equipas, no para una solo, para todas, ¿ok? Para las más pequeñas, las más grandes. Այսպիսի իրավիճակներում չի կարելի շփոթվել, կապ չունի վեճը, բայց խաղային իրավիճակը պետք է ճիշտ կենտրոնանալ եւ ճիշտ որոշում կայացնել։ Խաղի գլխագիրը բավական հնչեղ էր եւ երեք միավորի արժեքն բավական մեծ էր այս հիմնարկայացում չեմպիոնական պայքարում։ Հաշվի առնելով այդ դերակատարությունը եւ ամեն ինչը մրցավարական գործողությունների վերաբերյալ մրցավարը այս համակարգում ինչ կարծիք ունի։ Հաշվի առնելով նաեւ 11 մետրանոցի։ Այսինքն մարզչի կարծիքը մրցավարության վերաբերյալ, era un partido muy grande, muy importante y en este contexto, ¿cómo valoras el arbitraje, el trabajo del árbitro? Yo te voy a decir lo que antes de los jugadores entrar, yo he dicho una cosa muy importante para mí, ¿okay? Que sirve no solamente para el fútbol, para mi vida. La vida nos enseña a luchar, a pelear. Y a nosotros nos dio oportunidad de tenernos, cuando terminó la primera fase de liga, bastantes puntos. Pero nosotros si no continuamos consistentes, la vida nos retorna a un otro camino, pero nos da una segunda oportunidad. Y la segunda oportunidad fue hoy. Y mi equipa ha mostrado personalidad, ambición y querer. Por tanto, nosotros jugábamos hoy un partido extremadamente importante y era una segunda oportunidad para volvernos al sitio donde queremos estar. ¿Okay? Իսկապես
ծայրահեղ կարևոր խաղ էր մեզ համար եւ ես կյանքում ունեմ նշանաբան, ինչը օգտագործում եմ թե կյանքում, թե պրոֆեսիոնալ մասնագիտական աշխարհում ֆուտբոլում եւ դա միշտ պայքարելն է անկախ ամեն ինչից ու ես կարողացել եմ այդ ամենը ներարկել, վարակել իմ ֆուտբոլիստների մեջ եւ ես տեսա դա մենք շատ բարդ առաջին շրջան ենք ունեցել, ինչի արդյունքում առաջին տեղում ենք եղել, սա եւս մեկ հնարավորություն էր մեր ուժը ցույց տալու եւ ես շատ գոհ եմ, որ չնայած բոլոր հանգամանքներին մենք լավ ֆուտբոլ ցույց տվեցինք ու հաղթեցինք։ Հալարցեր, ավանդավարտել, շնորհակալություն։